Խաղացում, սիրելի հավատագիցներ, աստվածորդներ ձեր բոլորին, գիտեք մարդու հոգու համար ամենամեծ թշնամին ինչն է, հանգիստը մարդու հոգու համար ամենամեծ թշնամին է, կմնա մարդ հայտնություն ունենա, դա ճաշակ է ըսկա, հասկանա, որ մարդու հոգու համար ամենամեծ թշնամին հանգիստն է սիրելիներ, իսկ մարմինը ինչ է պահանջում, հանգիստ, մարդու բոլոր երթը այս կյանքի ընթացքում իր բոլոր ջանքերը, բոլոր երազանքները հանգիստ է, որ մարդ հանգիստ ունենա, այո, մարմինը ցանկանում է հանգիստ սիրելիներ, բայց հոգին հակառակն է ցանկանում, սիրելիներ բոլորս մենք գիտենք քաղաքացիներու քրքի մեջը ինչ է ասում մեր սիրելի Պողոս եղբայրը, Պողոս Արաքյալը, 17-րդ համար 5-րդ գլուխ, վասնզի մարմինը կցանկա հոգին հակառակ, լրիվ հակառակ, ոչ թե տոկոսային հակառակ, ամբողջական հակառակ, մարմինը կցանկա հոգուն հակառակ սիրելիներ, ու հոգի մարմինին հակառակ, եւ ասոնք իրարու հակառակ են, որ չլա թե ինչ որ ուզեք այն ընեք, որտեղ միտքը եւ մարմինը ցանկանում են հոգուն հակառակ սիրելիներ, եւ այն մարդը, որ ծնված չէ վերստին հոգուց, իրեն համար շատ սովորական է, ինչ որ իր միտքը եւ մարմինը, մարդու միտքը իր եսն է, երբ որ ես ենք ասում, դա քո միտքն է քո եսը սիրելիներ, հոգին Աստծո եկած է, իսկ քո միտքը մտքիդ մեջն է, այսինքն բոլոր պատերազմները կյանքի ընթացքին քո մտքիդ միջոցով է կատարվում սիրելիներ, միտքն է խանգարողը հոգուն, մարդու միտքն է, ինչու սա եմ ասում, որ հասկանաք, որ մարդու ես, երբ որ էգո ենք ասում, մարդու ես ենք ասում, մարդու միտքն է դա սիրելիներ, եւ միտքը մարմինին ուզածը ցանկանում է սիրելիներ, բայց այդ միտքը պետք է հանգստանա եւ հոգին պետք է բարձրանա, հոգին պետք է աճի, որպեսզի հոգու ուզածը կատարվի, հոգին մարդու սիրելիներ, բոլորս գիտենք, այն մարդը, որ ինքը վերստին ծնված չէ, հոգին իր ներսիտին մահվան վիճակում է, այսքան առաջ ասել եմ, որ մահը վերջ չէ, մահը վիճակ է, կյանքը վիճակ է, մահը վիճակ է, հիշում եք հայտնության գրքի մեջ կասե, որ թժողքը եւ մահը երկու վիճակներ են, ուր ցկվեցան գրագելեջի մեջը, մահը վերջ չէ, վիճակ է, մահվան վիճակ է, հետևաբար, երբ որ ասում ենք հոգին մարդու ներսիտին մեռած է, երբ Հիսուս ասում էր, որ թող որ մեռելները, իրենց մեռելները թաղեն, այսինքն անոնք, որ ֆիզիկապես ողջ են, բայց հոգով մեռած են, թող որ ֆիզիկապես մեռածներուն եւ հոգով մեռածներուն թաղեն, ասում էր։ Հետևաբար, հոգին երբ որ ասում ենք մարդու ներսիտին մեռած է, չի նշանակում, որ չկա, նշանակում է, որ մահվան վիճակում է սիրելիներ, իսկ երբ որ հոգին վերակենդանանում է մարդու ներսիտին, երբ որ վերստին ծնվում է, հոգին մահվան վիճակից դուրս է գալիս, հոգին արդեն ցանկանում է վերին բաները, որտեղ հոգին Աստծո եկել է մարդու ներսիտին սիրելիներ, հոգին է, որ գալիս է կնոջ արքանթի մեջ եւ կյանք է սկսում սիրելիներ, հոգին Աստծո է գալիս եւ հոգին ինքը միշտ ցանկանում է ինչ որ վերինն է, ինչ որ Աստծո է, բայց մարդը, մարմինը եւ իր միտքը եսն է մարդուն, ցանկանում է ճիշտ հակառակը, հետեւաբար աշխարհի մարդը նորմալ, շատ բնական է, որ ինքը ցանկանա հանգիստը սիրելիներ եւ բոլոր իր ընթացքը, իր կենսակերպը, բոլորը ցկտում է, որպեսզի ինքը հանգիստ ունենա, որտեղ հանգիստի մեջը պատկերացնում է, որ ուրախություն է լինելու։ Բայց երբ որ ամբողջական հանգիստը ունենում է,
տեսնում է, որ ամեն ինչ ունայնություն է։ Եվ այս կյանքեն գնում է, եւ ասում է, որ ոչ մի բան չի հասկացանք։ Ով է այս կյանքեն գնացող մարդը, որ ասե, որ մի բան հասկացանք այս կյանքեն։ Բոլոր գնացողները ոչ մի բան չեն հասկացել, այդ բոլորը գիտեք դուք սիրելիներ։ Եվ ամենաշատ մարմինին փափակը կատարողը Աստվածաշունչում օրինակ կա, եւ Աստված դրել է, եւ շատ կարեւոր է այդ օրինակը, եւ շատ կարեւոր գիրք է Աստվածաշունչում ժողովողի գիրքն է։ Սողոմոն իմաստունը։ Եվ ես համարում եմ դա շատ կարեւոր գիրք, պետք է ընթերցեք, հաճախ ընթերցեք։ Եվ տեսեք ինչի մասին է խոսում։ Սողոմոնը ասում է արևի տակ ամեն ինչ, որ կատարվում է ունայնություն է։ Ինչ է նշանակում արևի տակ, նշանակում է այս մարմնի կյանքի ընթացքում, սիրելիներ։ Եվ Սողոմոնը ինքը ամբողջական ճաշակեց, ինչ որ սիրտը եւ աչքը եւ միտքը ցանկացել է։ Սողոմոնին Աստված չարքելեց, որ ովևէ մեկ բան ուզենա եւ չստացվի։ Դա հատուկ էր։ Աստված Սողոմոնին արտոնեց, թույլ տվեց, որ Սողոմոնը ինչ որ իր միտքը, աչքերը, մարմինը, քիմքը ցանկանա, դա ունենա եւ կատարվի կյանքի մեջ։ Այդ բոլորից հետո Սողոմոնը տեսավ, որ այդ բոլորը ահավոր ունայնություն է, ահավոր ունայնություն։ Եվ մարդիկ, որ աշխարհում սկիզբեն մարդկանց մարդու ցակումից մինչև այսօր եւ մինչև վերջը աշխարհի ոչ մեկը չի կարողանալու ունենա Սողոմոնի բոլոր ցանկություններու, Սողոմոնի նման իր բոլոր ցանկություններու կատարումը։ Այսինքն բոլոր մարդիկ չեն հասնելու ամեն ինչին, որ իրենք ցանկանում են։ Միայն Սողոմոնը հասել է սիրելիներ այդ բոլորին։ Եվ բոլոր մարդիկ, որ ամեն ինչ որ ցանկանում են, հասնում են, տեսնում են, որ դա ունայնություն է։ Ունենում են, տեսնում են, որ դրա մեջ դատարկություն է։ Հետո մյուսն են ունենում, դրա մեջ տեսնում են, որ դատարկություն է։ Ինչու համար այսպես է։ Բայց մենք պետք է դա անդրադառնանք։ Ինչու այս բոլորը ասում եմ։ Այս բոլորը ասում եմ աշխարհիկ մարդու համար, ոչ։ Այս բոլորը ասում եմ, որ հավատացյալներին համար։ Սա այսօր այդ վիրուսն է, որ մեր մեջ տարածվում է եւ տարածվել է։ Այդ տարածվել է իմ մեջ, քո մեջ, բոլորի մեջ այդ վիրուսը տարածվում է։ Որտեւ համակարգը աշխարհը, որ ասենք թե որ հարաճանում է, զարգանում է, գնում է դեպի ավելի հանգիստ կյանք։ Եվ դա նպատակ է, դա սատանայի նպատակն է սիրելիներ, որ մարդիկ դառնան ինքնաբավարար։ Ամենակարևոր բանն է, որ սատանան հաջողվի մարդկանց դարձնի ինքնաբավարար։ Եվ տեսնում ենք, որ արևմտյան երկիրներուն, այդ հարաճած երկիրներու մեջ գա ահավոր ձևի ինքնաբավարարություն սիրելիներ։ Մարդիկ ոչ մի կարիք չունեն, ամեն ինչին ապահովված է, խնդիր չունեն ոչ մի, ասում են, որ կյանքը լավ է։ Բայց հոգիները գնում են մահվան, որտեղ իր ներսիտին հանգիստի մեջ, ինքնաբավարարության մեջ սերը պակասում է, սերը մարում է սիրելիներ, անհոգություն է գալիս, անդարբերությունը մարդու ներսիտին աճում է։ Եվ այդպես է սիրելիներ։ Իսկ հոգու ընկերը սիրելիներ տարաբանքներն են, չարչարանքներն են, հալածանքներն են, նեղություններն են, հիվանդություններն են, տկարություններն են։ Դա ես չեմ ասում, Պողոս Արաքյալն ասում է։ Ասում է, որ ես համաձայնած եմ այդ բոլորին։ Այդ բոլորի մեջ հասկանում եմ, որ իմ հոգիս զորանում է։ Որովհետև ասում է, երբ որ ես տկարանում եմ, այսինքն մտքով ճնշվում եմ, մարմնով ճնշվում եմ, տկարանում եմ, այն ադեն զորանում եմ։ Ինչն է զորանում։ Ճշմարիտ Բողոսը, հոգին, որ պիտի երթա երկինք սիրելիներ։ Այդպես է սիրելիներ։ Ինչ անենք, այդպես է։
Հենց դրա համար էր, որ Հիսուս, եթե հիշում եք իր աղոթքի ժամանակ ինչ աղոթեց։ Հիսուս իր աղոթքի ժամանակ այս տեսակի աղոթք արեց, բոլորից շատ ծանոթ է սիրելիներ։ Հովհաննես 17-րդ գլուխ 14 եւ 15-րդ համարներ ընթերցեմ։ Գսե որ ես քո խոսքդ անոնց տվի, Հիսուս, ում տվավ աշակերտներին, առաքյալներին, ինձի եւ քեզի։ Ու աշխարհ զանոնք ատեց։ Վասնզի աշխարհեն չեն, ինչպես ես աշխարհեն չեմ։ Եթե դու Քրիստոսին ես, աշխարհեն չես։ Երգիր մոլորագեն ես, դա ուրիշ ման է։ Աշխարհը վիճակ է։ Աստծո փառքից ինգած վիճակն է սիրելիներ, աշխարհ որ ասում ենք։ Աշխարհը տեղ չէ, վիճակ է։ Ինչպես մահը ասեցինք վիճակ է, դրախտը վիճակ է։ Հետևաբար ասում է, որ ես աշխարհեն չեմ, իրենք աշխարհեն չեն։ Ով են իրենք։ 12 առաքյալները, ոչ թե Հիսուսի բոլոր հետևորդները, բոլոր աշակերտները, բոլոր անոնք, որ ընտրել են Հիսուսին։ Որտեղ ան որ Հիսուսին ընտրել է, ինքը աշխարհը մերժել է, ինքը սիրահարվել է աստվածային կյանքին։ Ոչ թե մերժել է, որպեսզի իր վերջավորությունը վատ չի լինի, Երջավորությունս լավ թող լինի։ Աման եթե թժող կա, թժող չեր տամ։ Միգուցե թժող կա, թժող չեր տամ, դա չէ։ Հավատքի ինչ է, երբ որ դու Աստծո առաջարկած աստվածային կյանքին, Աստծո առաջարկած կյանքին, Քրիստոս կյանքը, որ ասում են եղբայրները միշտ, այդ կյանքին դու սիրահարվում ես, ոչ թե քո վրա ծանր բեր է թվում։ Ինչպես որ Իսրայելի ժողովուրդը, երբ որ Եգիպտոսեն դուրս եկավ, իրեն համար օրենքը ծանր բերներ էր։ Եվ այդ օրենքը իրենք չէին սիրում, բայց օրենքը փորձում էին բահել, որ իրենց կյանքի մեջ լավ լինի, արադություն լինի, սով չի լինի, հիվանդություններ չի լինի, բայց իրենք չէին սիրում օրենքը, որտև իրենք հոգով հելե մահի վիճակի մեջ էին, հոգով գենթանացած չէին, որպեսզի սիրեն Աստծո առաջարկած կյանքը։ Մարմինը եւ միտքը չի կարա Աստծո առաջարկած կյանքը հավանի սիրելիներ։ Այդպես է։ Իսկ հոգին սիրահարվում է Աստծո առաջարկած կյանքին։ Դրա համար Հիսուս ասեց, եթե վերստին չի ծնվես, չես կարող երկինքի թագավորությունը տեսնել։ Հետո ասեց հոգուց եւ ջրից չի ծնվես, չես կարողանում մտնել սիրելիներ։ Բոլորս գիտենք Եզեկիելի 16-րդ գլուխ 49-րդ համարի մեջ։ Բոլորս գիտենք Սոդոմի մեղքը ինչ էր։ Աշխարհի մարդիկ Սոդոմ Գոմոր լսել են։ Ես ար փոքր տարիքից, երբ որ Աստվածաշունչը կարդացած չէի, գիտեինք, որ Սոդոմի մեղքը լոկ միասեռականությունն է։ Բայց Աստված ուրիշ բան է բացում։ Աստված ցույց է տալիս, որն էր մեղքը, եւ դրա հետևանքով եղավ նույնպես միասեռականություն եւ այդ բոլոր բղծությունները սիրելիներ։ Սոդոմի մեղքը հպարտությունն էր, հացի կշտություն, անհոգ հանգստություն։ Հպարտությունը որտեղից էր առաջացել։ Անհոգ հանգստությունը որտեղից էր առաջացել։ Այդ բոլորը ամեն իրենց ուզածը լինելուց։ Հացի կշտություն, որ ասում ենք, չհասկանանք միայն ուտելիքի կշտություն, այսինքն կյանք, փափուկ, հանգիստ կյանք, տարաբանքի վիճակ չկար, այսինքն այն քաղաքը զարգացել էր այն ցևի, որ մարդիկ դարձել էին ինքնաբավարար, որտեղ ինքնաբավարար էին դարձել, արդեն դարձել էին հպարտներ եւ իրենք անհոգ հանգստության վիճակի մեջ էին ապրում սիրելիներ։ Եվ անհոգ հանգստության մեջը սիրելիներ մարդը անընդհատ մարմինի ուզածը կկատարե։ Եվ տեսնում ենք, որ աշխարհում ինչու համար այդ բոլոր բղծությունները որ երկիրներից են գալիս։ Որ երկիրներից են գալիս այդ բղծությունները, անհոգ հանգստության, ինքնաբավարարության երկիրներից։ Տեսնում ենք, որ այդ երկիրները, որ հանգստություն կա, մարդիկ գնում են ասում են, որ երթանք այնտեղ ամեն ինչ մեզի ապահովված է, այն երկիրներում մեջն է, որ տեսնում ենք, որ այդ բոլոր այլասերվածությունները, նարկոմանությունները, այդ բոլոր աղբերը
այդ երկիրներում մեջ են զարգանում։ Դա է անհոնք հանգստության մեջը, երբ որ մարդը ամեն ինչ ունենում է, ուզում է մի հատ նոր բան անի։ Ամեն ինչից ցանցրանում է։ Նույնպես տեսնում ենք, որ սկանդինավյան երկիրներում մեջ ինքնասպանությունը ամենամեծն է դոգոսային, գիտեք, չէ՞։ Ինչու համար մարդը ամեն ինչ ունի, ամեն ինչ ունայնություն է տեսնում, միտեղ գալիս է, ասում է կյանքս վերցնեմ գնամ։ Այդպես է, ինքնասպան են լինում, տեսնում եք այս բոլոր բաները։ Իսկ մենք եկեղեցին վերջին ժամանակներուն պիտի մտնե անհոգ հանգստության մեջ։ Չէ՞ թե պիտի մտնե վաղը, արդեն մտել է, երթալով պիտի զարգանա դա, որովհետև Սատանան իր համակարգով երկրի վրա, իր համակարգը կորձում է, գազանի համակարգը կորձում է, գազանը սիրելիներ, դա համակարգ է, գայսրություն է, իսկ ները Գորստյան որդի մարդ է, որ պիտի հայտնվի, բայց նախ գայսրությունը պիտի կորձե, գազանն է, որ տեսնում ենք, որ ծովեն ելավ գսե շուրերեն, կնշանակե ժողովուրդներեն, դա մարդ չէ, դա գայսրություն է, դա համակարգ է, իսկ Գորստյան որդին գերևնա հետո, գազանը կորձում է սիրելիներ, եւ տեսնում ենք, որ ինչ է իր կորձը, խաղաղության մեջ Աստծո ժողովրդին հաղթ է, ինչպես որ տեսնում ենք դա Դանիելի 8-րդ գլուխ 25-րդ համար։ Խաղաղության մեջ շատերին պիտի հաղթ է գսե, խաղաղության մեջ։ Մենք սպասում ենք ուրիշ տեսակի բան։ Գորուստը հոգևորներու ձեձով չարչարանքով եւ այլն հին օրերու նման չպիտի լինի։ Չպիտի լինի այդ ծևի։ Անընդհատ իրարու այդ բաները մի ասեք։ Խաղաղության մեջ պիտի գործվին, գսե որ սուրբերուն այդ բادرազմը ռավ եւ հաղթեց անոնց, անոր իշխանություն դրվեցավ սուրբերուն այդ բادرազմնալու եւ հաղթելու, ոնց է հաղթում, ֆիզիկական բادرազմով, ձեծելով, գտրելով, փշրելով, բանդը տնելով, այդ օրերը անցան, պիտի իշեք, որ այդպես չպիտի լինի, մեկ Նիգերիայում գարա լինի տարբեր Եղսիմ Հնդկաստանի մեջ մուսուլմանները սրան գսպանեն գնեն գտնեն դա չէ վերջավորչան լինելուն հաղթությունը Կազանին այդ համագարքին պիտի լինի հոգևորները իրենց հոգևորություններն ընկնելով անհոգ հանգստության մեջ ընկնելով դիրոջ մե հերանալով փափուկ մարմնի հանգստություն փնտրելով եւ դրա մեջ տեսնելով ուրախություն, օրհնություն, սիրելիներ, մարմինի հանգստի մեջը տեսնում ենք, որ օրհնություն ոնց որ չկա, չխափենք մենք մեզ։ Ես ինձ եմ ասում, ինչքան հանգիստ եմ ունենում, այնքան վատ է ինձ համար։ Սիրելիս։ Եվ տեսեք ինչ է ասում Սոբոնիայի մեջը, այս ծանոթ համարներ են սիրելիներ մեզի, խոսում է Երուսաղեմի մասին, գսե որ Առաջին գլուխ 13-րդ համար այն ժամանակ կսե Երուսաղեմը ջրակներով պիտի քննեմ Երուսաղեմը ով է ինչ է Եկեղեցին է չէ Քրիստոսի հարցն է Երուսաղեմը ջրակներով պիտի քննեմ ու գինի պես իրենց մրուրին վրա հանգիստ նստող մարդիկը պիտի պատժեմ մրուրը գիտեք ինչ է այդ քինին որ եթե այդպես գայնած բահեք դարիներ տագը նստում է մրուրը չէ գինի մրուրը տակն է նստում դա Այդ տագը նստած հանգիստ վիճակն է։ Գինի մրուրի նմանեցնում է, այդպես հանգիստ նստող մարդիկը պիտի պատժեմ, որոնք իրենց սրտի մեջ կսեն դերը ոչ բարիք պիտի ինե, ոչ արչարիկ։ Այսինքն մենք լավ ենք մեր վիճակները, մենք հավատում ենք, որ Հիսուս ինքը Աստծո որդին է, փրկիչն է։ Հիմա կարելի է որ մեծ օրհնություններ չի վայելենք։ Եթե նույնիսկ մեծ օրհնություններ չի վայելենք, մեկը չարիքար չի լինելու։ Դա է այդ վիճակն է մարդը ներսիքին որոշակի հանգստություն կա որ ինքը եթե օրհնություններ չի վայելու դե չարիքար չի լինելու որովհետև ես ասենք թե որ հանգստի մեջ եմ այդ հանգիստ վիճակը սիրելիներ որ ուզենանք չուզենանք լինում է մարդիկ խոսում ենք երեք մարդ չի կա որ այսօր ասենք Հայաստանում հա աղքատ մարդիկ կա մենք դրդնչացող ժողովուրդ ենք բայց քիշերը սոված քնող մարդ չգա սիրելիներ քիշերը սոված քնող մարդ չգա չխափենք մենք մեզի մարդ կա որ ասենք կարողություններ չունի որպեսի լավ տելևիզոր ունենա լավ ավտո ունենա ինքը հազիվ գերագրում է երեխաներու ամենավատ հագուստներն է հագվում հաց է ուտում բայց սոված քնել հասկանում եք ինչ է
Այսինքն գարա 250 դրամի մարդը, երթա հրանտ եղբոր մոդեմ մի հատ հարց առնե։ Այդ խոշոր հացը երկու հոգի կգերագրե բորենին, այսինքն հասկանում եք, կարա լավ բան չուտե, ինչու սա եմ ասում, համեմատում եմ տարբեր ժամանակներու մեջ, որ մարդիկ որ ապրել են ժամանակին աշխարհի մեջ, ահագի մեծ մաս օրերով սոված են քնել, մի օր հաց են ունեցել ուտելու, օրերով սոված են քնել։ Դրա համար մարդիկ շատ նիհար էին։ Եթե նայենք 150 տարի առաջ, եթե նայենք երկրորդ համաշխարհային պատերազմի ադեն նկարները նայեցեք, տղամարդիկ կինել բոլորը շատ նիհար էին։ Նայեցեք նկարներուն, նիհար էին բոլորը։ Բոլորը միջին հաշվով 50 կիլոգրամ էին, ինչ էին։ Դրանից առաջ երթանք նորից նիհար էին։ Բացի թագավորները, որ ասենք թե որ իշխանները ունեին, հիմա տեսնում ենք որ ամեն մարդ չաղ է։ Ամեն մարդ մի հատ խոշոր փոր գցել է, բան չեմ ասում։ Քննադատելու նպատակով չեմ ասում։ Նշանակը որ ոչ մեկը չի գա որ սոված է, բարձրապես որ անորակ կարող է ուտես, կարող է որակով բան ուտես, կարող է թակավորներու գերագոր ուտես, բայց փորը տնեցվում է, ոչ մեկը սոված չէ։ Միտքս դա եմ ասում, որ սոված մարդ չի կա, քիչ է աշխարհում։ Հա, հիմա կարելի է որ ասենք թե որ հрьяաները ռմբագոտում են գազան, գազայում հիմա սովածություն կա։ Այդ դժվարությունը ճաշակում եմ։ Այս բոլորը ինչ եմ ասում, սիրելիներ։ Ոնց որ մենք մեր աղոթները պետք է փոխենք։ Մեր աղոթները պետք է փոխենք, բայց դա պետք է մարդ իր ներսիտին ըսկա, իր հոգու վրա ըսկա, ոնց որ մենք պիտի աղոթենք, ոչ թե աղոթենք, որ Տեր մեզ հանգստություն տուր։ Մենք պետք է փոխենք մեր աղոթները, ես ամենաառաջ։ Պիտի աղոթենք, որ Տեր մեզի տարաբանք, չարչարանք, նեղություն, հալածանք, դժվարություն, հիվանդություն դուր։ Սա դժվարություն է, ինչու համար դիծաղում եք։ Սա դժվարություն է, սիրելիներ, որտեղ մարդը, որ ինքը հետ է գնում, եկերես Հիսուսի, Հիսուս ինչ է ասում, ասում է, որ ես աշխարհեն չեմ, մնացյալը չշարունակեցի, ասում է, որ իրենք աշխարհեն չեն, չեմ աղաչել, որ իրենց աշխարհեն վերցնես, բայց իրենց պահես աշխարհի մեջ չարեն, ինչու համար, շարունակության մեջ տեսնում ենք, որբեսի իրենք կատարյալ լան միաբանության մեջ, որբեսի աշխարհը հավատացով, որ տուն ինձի ղրգեցիր, մեր աշխարհի մեջ, այսինքն մենք Հիսուսի ընդունեցինք, եկանք ապաշխարեցինք, ուրեմն Հիսուս մեզ թող վերցնե երկրից, բայց Հիսուս մարդու միջոցով է աշխատում, երբ որ Հիսուսը նայեցավ այդ մարդկանց, որ խեղճ վիճակի մեջ էին, ցիրուցան, որ հովիվ չունեցող մարդկանց նման էր, ինչ ասեց, հունցքը շատ է, մշակները քիչ, աղաչեցեք հունցքի դերոճմեն, որ մշակներ ուղարկե, ինչ է ցույց տալիս Հիսուս այստեղ, ցույց տալիս է, որ Աստված աշխատում է մեր միջոցով, ոչ թե երկինքը բացում է, մի բան է անում, Աստված իր ժողովրդի միջոցով է աշխատում, ասա հունցքը շատ է տեսեք, աղոթեք, աղաչեք, որ Աստված մշակներ ղրկե, մշակներու միջոցով հունցքը պիտի քաղվի, այդպես է, հետևաբար Հիսուս որ մենք որ իրեն ենք եկել, իրեն աշակերտներն ենք դարձել, ապաշխարել ենք, երկիրից չի վերցնում, ինչու համար չի վերցնում, որովհետեւ երկիրը մեր միջոցով փրկության կա եւ Հիսուսին ճանաչե։ Գսե որ Աստված Հիսուսով աշխարհը իրեն հետ հաշտեցրեց եւ իրենց մեղքերը ներեց եւ մեզի վստահեցավ հաշտության բատկամը։ Ծանոթ է։ Հետևաբար մեր կերակույն արաքելությունը հոգիներու փրկությունն է։ Իսկ մենք մինչև մեր կյանքի վերջին օրերը տարաբում ենք մեր տկարություններու վրայով, ուր մնաց ուրիշներու հոգիներու փրկության համար, սիրելիներ։ Դրա համար ես ասում եմ ծանր խոսք է, մենք սկսել ենք եկեղեցի խաղալու, ինչպես տունդունիկ խաղում ենք։ Գանք փառքաստծո երթանք տուն ասենք, գանք փառքաստծո երթանք տուն ասենք։ Հոգիներու փրկության համար ով հոգս է անում։ Նույնիսկ գիտեք, ինչերից գիտեմ, այդ որ գրում են Պաշտամունքի ադեն։ Աղոթեցեք,
իմ ընտանիքիս փրկության համար, աղոթեցեք իմ երեխայիս ինչին համար, իմ ամուսնուս ապաշխարության համար, այսինքն դուք աղոթեցեք դրա համար։ Բայց կարդում է ոչ մեկն չի աղոթում դրա համար, գիտենք, չէ՞։ Ո՞վ է աղոթում դրա համար։ Ոչ մեկը չի աղոթում։ Հույսը դրել է, որ մենք աղոթենք իրենց։ Այսինքն, հասկանում եք, ոչ մեկը չի զգում իր պարտավորությունը հոգիներու փրկության համար։ Դրա համար Հիսուս ասաց, որ երբ որ որդին մարդով վերադառնա, երկրի վրա հավատ պիտի գտնե, երկրի վրա հավատ պիտի գտնե, չի պիտի գտնե։ Ինչու համար, որտեվ հավատացյալները գոռում են հանգստության պատճառով։ Մարդկանց հոգիները գոռում են հանգստության պատճառով։ Եվ միայն այդքան չէ, դրանից ավելի է։ Սատանան խաբում է, ասում է, որ դու Հիսուսին եկուր։ Եվ իքուս քեզի հանգիստ պիտի տա։ Փողերդ պիտի ավելանա։ Լավ ավտո պիտի ունենաս, լավ դում պիտի ունենաս, քոնե մենք չենք կարոզում դենց։ Ակին քրիստոնեություններ այդպես են կարոզում։ Ասա Հիսուսի եկուր, փառքավաճես կհարստանաս, անհոգ հանգստության մեջ կընկնես։ Մեզ մի կարոզողներ արգելինեն։ Այդ տեսակ բաներ։ Չիմանալով դժմարտությունը եւ հոգիները կգործվեն այս ծեվի սիրելիներ։ Այս շատ ցավալի կետ է։ Ոչ մեկս չեն անդրադառնում։ Ոչ մեկս։ Ոչ არ մտածում եք սրա մասին։ Այսօր մտածեք, լուրջ մտածեք, այն որ հասկացավ ինչ եմ ասում։ Մտածեք բոլորդ, մտածեք, ես շատ եմ մտածում դրա վրայով։ Դուք არ մտածեք, տեսեք, որ հանգստության մեջ եք կամ ոչ։ Ես ան որ հանգստության մեջ չէ, Երանի իրեն։ Երանի իրեն։ Պիտի աղոթենք, որ դարաբանտներ լինի։ Որովհետև նայեցեք, սովետի ժամանակ եկեղեցին հալածվել էր եւ այն ժամանակն էր, որ Աստված գործում էր։ Այդ հալածանքի ընդմեջ են Աստված արթնություն արեց, չէ՞, 90-ական թվականներուն։ Արթնությունը լինում է ահավոր հալածանքի ընդմեջ են։ Սիրելիներ, այդպես է։ Հետևաբար ինչ ենք աղոթելու, մտածեք ինչ ենք աղոթելու։ Աստված օրհնի։